Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ, Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Բարով եք եկեք համեցեք։ Շնորհակալություն, մի հարց ունեմ ձեզ Վարդան։ Ինչ է այստեղ կիսատ մնացել դռան վրա եւ որտեղ է դիտանցքը։ Չեք նայում ովքեր են ձեզ այցելում եւ վստահաբար միշտ բացում եք դուռը։ Մեր դռները միշտ բաց է։ Այստեղ եղել է ինչ-որ տես նախշ, ինչքան որ հիշում եմ։ Հավանաբար ինչպես ներքևում։ Այսենց ներքևի պես, նո դե դիտանցքել չկար ուղակի։ Հասկանալի է։ Լավ, գանք ներս։ Իհարկե, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Իսկ ուր են տան մյուս անդամները։ Հեսա գան խոհան։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Արի մամ ջան։ Մենք շատ լավ ենք։ Հայրս է, Արայիկը, մայրսան ունեն։ Շատ հաճելի է։ Մենք որոշել ենք այսօր բացահայտել ձեզ, ձեր բնակարանը եւ ձեր ընտանիքի անդամներին։ Շատ ուրախ ենք, շնորհակալություն, բարով եք եկել։ Շնորհակալություն։ Սկսենք ամենասկզբից։ Որքան ժամանակ է, որ ապրում եք այս տանը։ Այս տանը 90 թվականից, չէ, 90 թվականի փետրվարից այստեղ ենք։ Եղել է ժամանակահատված, որ տեղափոխվել ենք այլ երկիր մի քանի տարով, բայց հիմնականում 90 թվականից։ Այսինքն, եթե դեմ չեք հնչեցնեմ, որտեղ են գտնվում։ Իհարկե։ Դավթաշեն թաղամասում են գտնվում եւ ձեր մանկությունը անցել է հենց այստեղ, այսպես հասկանում։ Այո։ Դպրոց, մանկապարտեզ, դպրոց։ Ամբողջը անցել է այստեղ Դավթաշենում։ Այստեղ ենք սովորել։ Մասնագիտությամբ այս պահին հաղորդավար, դերասան, պրոդյուսեր, որոշակիորեն նաև սցենարիստ։ Այո, որոշակիորեն։ Իսկ սկզբան է որն էր ձեր մասնագիտությունը։ Իսկ սկզբանը ավարտել եմ ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա, նու սենց ասած օպերատոր ծրագրավորող։ Ավարտել եմ։ Ինչու չշարունակեցիք։ Ճիշտն ասած, փորձեցի խորանալ, բայց ավելի շատ հասկացա, որ իմը չի, չկարողացա։ Այն որ ձանձրանում էի շատ։ Ու ասեմ, որ հեշտ մասնագիտություն էլ չէր։ Հետո որ մտա տվյալ ոլորտ, ասեցի երևի սենց շարունակեմ, ավելի տենց մոտ էր ինձ, էլի։ Հարցը հաջորդ արդեն ծնողներին ուղղված կլինի։ Վարդանի ընտրությունը մասնագիտության, այս փուլի մասնագիտությունների ընտրության մասին է խոսքը։ Ձեզ գոհացնում է, թե դուք ավելին եք սպասում կամ ավելին եք սպասում։ Ճիշտն ասած, ես ամեն ինչ թողում եմ իր հայացողությանը, ես երբեք իրան չեմ ասել այս ոլորտ կամ այն ոլորտ, եթե ինքը սիրով է զբաղվում իր գործով, ուրեմն թող զբաղվի ինչով ուզում է, թող մենակ լինի իր սրտով, իր ուզածով։ Հիմա ինքը գտելա, որ պետք է այս բնակավարով զբաղվի, եթե հաջողություն կունենա, թող զբաղվի այս բնակավարով։ Վահենա գտե ավելի շուտ էլի։ Դե Վահեն գտավ, բայց ինքն էլ պետք է տրամադրված լիներ, մենակ Վահեի գտնելով չէր լինի։ Ինքը տրամադրվեց, ինքը ձգտեց, ինքը որոշեց, ու ինձ թվում է ինչ որ բանի հասավ ու երևի կհասնի հələ, չգիտեմ։ Մեր հեռուստադիտողների համար նշենք, որ Վահեն, ում մասին որ խոսում էր, ձեր հարազատ եղբոր մասին է խոսքը, Վահե Խաչատրյան, պրոդյուսեր, դերասան, սցենարիստ, հումորի ակունքներում կանգնած մարդկանցից մեկը։ Հայրիկին էլ նույն հարցը իհարկե կցանկանայի ուղղել, այս մասնագիտությունների ընտրությունը ձեզ գոհացնում է, թե դուք իր մասնագիտությունը իսկական իր մասնագիտությունը պետք է լիներ ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստ։ Ինքը մեր ասենք են հենոյի ժամանակվա հավաքականը որ կար Վարդան Մինասյանի, այդ տղեկ հետ սաղ հետ խաղացել ու ինքը ոչ մեկին չի զիջել։ Սա նորություն էր մեզ համար։ Ֆուտբոլիստներ շատ, դաժե ինքը իր ժանգլիրովկա հայերեն ոնց կրեն, որ 21 են խաղում։ Ինքը դրանով կոդրել է բոլորին։ 600 հատ խաղացել է, բայց ասես պապա ոտերս ցավում եք չի կարող, ծաղկաձորում ենք զբորների ժամանակ։ Իրան այն բանը
Կլինսմաններ, որ ֆուտբոլի գերմանացի։ Իր կոմը, որ գլխի կոմը գնդակ եկավ, դա գոլ էր։ Չեմ ասում գլխի վրա, գլխի կոմը եկավ, դա գոլ էր։ Իրան դաժե պասպորտը ստանալուց 18 տարեկանը չկար, 16-ի ժամանակ մարզիչները խլխլում էին։ Չգիտեմ խինքը հիասթափեց մեր ֆուտբոլի, չգիտեմ խին։ Վարդան, դա մեզ համար նորություն էր, ֆուտբոլի պահը բաց էինք թողել իհարկե, բայց կարծես թե այնքան էլ ձեր ցանկությամբ չէ այդ թեման շոշափելը, ձեր դեմքից դա եմ հասկանում, թե սխալ էի։ Չէ, նորմալ է իրականում, երկար տարիներից զբաղվել եմ, 15 տարի երևի, անգամ առաջի անգամ, որ գնացել եմ, հաճախել եմ ֆուտբոլի, եղել է Դոնեցկում, Մետալուրգ ֆուտբոլային ակումբը։ 6 տարեկանում հետո տեղափոխվել ենք ստեղ արդեն Դավթաշենում եմ պարապել, հետո Փյունիկ, սենց, հետագայում մի քիչ ուրիշ էր, այսօրվա ֆուտբոլի հետ համեմատած, անգամ ֆուտբոլային դաշտերը, պայմանները լրիվ ուրիշ էր, հետո որ ընդունվեցի արդեն ուսման, չէի հասցնում, տենց գտա երևի թե ապագա չկա կամ չգիտեմ, հստակ ինչ-որ բան չի եղել, որ հիասթափվեմ, ասեմ էսի սենց էր, չեմ ուզում եւ այլն, տենց դասավորվավ։ Պայմանները չէին գոհացնում, դա հասկանալի է, բայց ինձ եւ Դավիթին շատ հուզող մի հարց կա։ Թիմային խաղերը եւ առհասարակ թիմային գործերը ցավոք սրտի մեզ մոտ այդքան էլ լավ չեն ստացվում, կան բացառություններ իհարկե, բայց մեծամասամբ այդքան էլ լավ չեն ստացվում։ Դուք լինելով հենց մեջի մարդ, ինչ կասեք այդ ամենի մասին, ինչն է պատճառը, որ ամեն դեպքում անհատական սպորտաձևերում մենք մշտապես հաջողում ենք, թիմային չի ստացվում։ Կոնկրետ ֆուտբոլից ասեմ, որից որ մի ինչ-որ չափով գաղափար ունեմ, նախ հիմիկվա դրությամբ պայմանները ամեն ինչը կա, թե դաշտեր, թե չգիտեմ, մարզիչներն էլ են գրագետ, սովորում են, ինչ-որ կրթվում են, նոր են այդ ամեն ինչը ոնց որ սկսում պարապացնել երեխաներին, բայց չեմ կարող ասել, իմ կարծիքով հիմքը շատ թույլ է ու մեծամասամբ որ դուրսը չեն, ուժեղ առաջնություններում չեն խաղում, իմ կարծիքով պատճառը դա որ ոչ մի արդյունք հստակ նորմալ արդյունք չեն գրանցվում, բացառությամբ մի քանի տարվա, երբ որ մեր լավագույն ֆուտբոլիստները խաղում են Հերիկից Մխիթարյան սկսած ու շատ կան, Յուրան Մովսիսյան, այդ ժամանակ ինչ որ ֆուտբոլ կար ու իմ կարծիքով դա նրանից էր, որտեղ տղեկը բոլորը խաղում են դրսի լիգաներում ու ավելի ուժեղ լիգաներում, իմ կարծիքով դրանից էր։ Փորձի պակաս, եթե փորձենք մենք նախադասությամբ։ Փորձի պակաս, այո, փորձի պակաս, անհատական փորձի պակասն է իմ կարծիքով։ Սկսենք բացահայտել բնակարանը։ Անկյունը այս ում է պատկանում, ում անկյունն է, թե ընդհանուր բոլորինն է։ Ընդհանուր բոլորինը։ Այստեղ տեղակայված են ինչ-որ սուվենիրներ կամ դրսից, որ ճանապարհորդել ենք, բերել ենք հետներես, հարսանեկան կնունքի տարոսիկներ եւ այլն։ Ընդհանուր տան, ընդհանուր անկյունն է։ Ու այդ շատ բաներ կա, իրանց պատմություն ունի, էլի։ Դե կխնդրեմ ներկայացնել Ժամացույցը։ Պապ ջան, դու այդ ժամացույցը դու երևի ասես, ես որտեղ Ժամացույցը ասած տեսեք, հիմա ժամացույցը եղել ես, բայց 2 տարեկան։ Ժամացույցը 98 թվականին Զորքանչից նվիրած ժամացույցն է, ուրեմն մինչև հիմա ինքը չի փչացել։ Պատահական էլեմենտը փոխելուց ես այն հետևի կնոպկեն կոդրեցի, հիմա հետ առաջ են գնում, բայց իրան մենք չենք գցել, պահում ենք, ինքը հետ առաջ, բայց աշխատում է։ Զոնքաչի նվիրած, այս տունը ստանալուց ինքը նվիրեց։ Այս թզբեհները, այս իմ տարիքին է։ Սա պատրաստել է, չգիտեմ լսել եք թե չէ, Հայաստանի համար առաջին մատագոնչիկ Ժիրայր Ասատրյանի պապան։ Ժիրայր Ասատրյանը եղել է Հայաստանի ամենաուժեղ գոնչիկը։ Իրա պապան իմ պապիկի աղբերն էր։ Իրա սարքասնա իմ տարիքից մեծ է։ Այս թզբեհը ստացել է Վահեն, ուրեմն կանանց գաղութում մալալետկա հայրեն ոնց կլինի, մանկական գաղութի, դեռահասների գաղութի եւ կանանց գաղութի սպորտլանդյան վարելուց վարում էր, ինքը բիլիարդի շարից թզբեխ է։ Մենք չենք օգտագործում, սա պահվում է։ որպես հուշանվեր։ Սա դե դա բերել եմ Միացյալ Նահանգներից։ Խնդրեմ Վահան, ներողություն։ Բայց եղբայրներ էլի ուրիշ մարդու անուն չտվեցի, Վահե ասած։ Մեզ շուշուտ են անունները խառնում, տարաբերություն չկա։ Սա Միացյալ Նահանգներից են բերել, որ այնտեղ քուրս եւ պես հրավիրեցին մի հետարքիր վայր կար։ Հին
Զամը ոնց էր Դղյակ։ դղյակ մի խոսքով մեծ ամրոցեր դղյակ էր, այնտեղ շոուներ էին հասկացվում եւ գարեջրերը այսպիսի տես կոտոշով էին տալի ու բան էր ասպետների իրար հետ կռվում դու այդ ամեն ինչը ոնց որ նստած հետևում ես ու սաղ այդ հին ժամանակաշրջանի պես էր անգամ այդ որ ուտելիք բանը բերում էին ինչ որ տենց սուպ էին բերում հետը գտալ բան ոչ մի բան չկար հացով պիտի ուտեր այդ հին ձևերով հին ժամանակաշրջանի բանով ու էսի տենց որպես հուշանվեր այնտեղից բերեցի հետեր դե ինչ կա ստե դե տենց տարոսիկներ բաներն Խոզուկներն, Ժամացույցներ սիրում եք ինչպես հասկանում։ խոզուկներն վայր մարտի 8-ին իր մամային նվիրել։ Էսի արջեր ասա։ Խոզուկը, թե արջեր, ասես ես ու Վարդան ենք, մամ ջան։ Իր մարտի 8-ին մամային նվիրել։ Հիմնականում դե Վարդան վերանորոգման մասին խոսենք։ Այո։ Ով է դիզայնի հեղինակը։ Դիզայնի հեղինակը երևի թե բոլորս շատ շուտ է, քանի տարի անց եմ 10 տարի արդեն։ Ուղիղ 10 տարի։ Նու կարելի ասել ամբողջովին ձևափոխած է։ Սա եղել է ննջասենյակ, այս հատվածը եղել է ննջասենյակ, սա եղել է միջանցք։ Այո։ Միացել է իրար, դարել է ընդհանուր հյուրասենյակ, իսկ արդեն հյուրասենյակը բաժանվել է երկու մասի, դարել է երկու ննջասենյակ։ Դե խոհանոցը կար եւ հետևը նորից դարել է սենյակ, չէ՞, մեր պատշգամբի պատշգամբը, հա, արդեն ոնց որ փակել ենք, եւս դարել է սենյակ, դա ավելի շուտ ընկերների սենյակն է, որ գալիս են մեր տուն մնալու կամ բան, դա իրանց ենք տրամադրում, տենց, հաճախ են լինում ընկերական հավաքություններ։ Շատ։ Շաբաթական 7 օր կարելի ասել, երբ որ տուն ենք, հա, Այսինքն կարելի է ենթադրել, որ համակարգչային խաղերն էլ իր մեծ ակտիվություն ունեն։ Անպայման էսա ես այդ շատ չեմ խաղում, բայց շատ լինում է դեպքեր, երբ գալիս եմ տուն, վայն որ ազատ ժամանակ էլ ունենում, եղբայրս տենում սենց ամբողջովին նստած են։ Ինչ որ տենց հյուրասիրություններ, մաման տանում բերում ու իրանք թմային հիմնականում ֆուտբոլ են խաղում։ Դե չէ էլ կասկածում, որ պետք է ֆուտբոլ լիներ։ Ֆուտբոլ են խաղում, հա, չէ, հավաքույթներ միշտ կան։ Ինչպես ի սկզբանե նշեցի, դռները միշտ բաց են։ Դուք էլ նկարանույց բացի երբ ուզում եք համեցեք։ Շնորհակալություն։ Երևակայ չէ, փակվում դռները։ Մենք հնարավորություն ունենք տեղափոխվելու ձեր սենյակ, Իհարկե։ որպեսզի հասկանանք այնտեղ ինչ կա։ Իհարկե։ Եվ շարունակենք նաև բնակարանային բացահայտումները ձեր ուղեկցությամբ։ Շատ լավ, համեցեք։ Դա ձեր սենյակն է կողքը մայրիկի, հայրիկի, գնանք ձեր սենյակ։ Մի թեթև մութ է սենյակում, եթե կարելի է։ Սա մութ է իրականում ինչի համար է, սենց մութ, որ մութ է լինում ավելի լավ ես քնում, ավելի հանգիստ։ Տրամադրող մթնոլորտ է։ Այո։ Այդ իսկ պատճառով տենց մթի մեջ ավելի շատ սարքած։ Եվ ելք դեպի ընկերների սենյակ։ Այո, որ միանգամից շփում։ Երկրորդ հատվածում այդտեղ կլինենք, բայց հիմա տեսնում եմ այստեղ ժամացույցները։ Ոնց հասկանում եմ դուք ժամացույցների մեծ սիրահար եք եւ հավաքածու ունեք։ Այո, սիրում եմ ժամացույցներ։ Մասշտաբային ժամացույցների, մեծ ժամացույցների։ Այո, ժամացույցներ սիրում եմ, մեծ մասը նվեր եմ ստացել, մեծ մասը գնել եմ։ Մեծերից էլ ունենք զնգալու, այնի չենք տանը։ Դե նկարներն էլ տարբեր առիթներից, ընկերների, եղբորոց։ Նաև միջոցառումներ եք վարում։ Այո։ Գոհ եք։ Մարդկանց վերաբերմունքից հատկապես միջոցառումների ընթացքում։ Իմ կարծիքով տարբեր առիթներ են լինում են, կա չէ որ ժողովուրդ են հավաքված, դեռ մի բառ չխոսացած հասկանում ես, որ շատ իդեալական ամեն ինչ անցնելու, բայց դե լինում են նաև բացառություններ, որ ախպերս մի հատ ասես երկը թո դնեն եւ այլն, գիտեք, հայկական կոնֆլիկտներ չեն առաջացել, այդպիսի դեպքեր։ Շատ քիչ, դե այդ գործի մեջ մտելուց պատկերացնում ես, որ ամեն ինչ էլ հնարավոր է իմ կարծիքով, բայց դե հիմնականում նորմալ է անցնում։ Չեք դժգոհում։ Չէ, հիմնականում նորմալ է անցնում։ Լավ, կոմերցիոն հարց իհարկե կարող եք չպատասխանել այդ հարցին։ Թանկ հաճույք է ձեր մասնակցությունը ունենալ։ Չէ, ասի, այդքան էլ թանկ չէ, ճիշտն ասած։ Շատ դեպքերում այդ կոմերցիոն հարցերով անգամ ես չեմ շփվում, ես չեմ պայմանավորվում, ամբողջը անում է եղբայրս վայեն, որ կարիք է լինում ցանկանում են զանգում են իրան, ինքը միանշանակ ինձանից ավելի լավ գիտի, ինչքան ոնց, երբ, ինչի համար։ Թերևս այդքան հասկանալի է։
Վարդան, հիմա ինչ փուլում եք գտնվում աշխատանքային, ինչ նոր նախագծեր կան, ինչ սպասի հանդիսատեսը, հեռուստադիտողը։ Մի քանի օր առաջ եղավ առաջին հաղորդման, հումորային հաղորդման նկարանումը, Comedy Liga է կոչվում։ Դա շատ հայտնի նախագծի շարունակությունն է։ Ոչ, կապ չունեն իրար հետ կապ չունեն, այսինքն կարելի է իրար նման են, բայց ֆորմատը ամբողջովին փոխված է։ Նու էլ Վահեի պրոյեկտն է, Վահեն է որոշել սցենարը, մյուսը ամեն ինչ արվում է, ես տվյալ նախագծում որպես օգնող գծային պրոդյուսեր կարելի է ասել։ Ներկայիս դրությամբ դրանով ենք զբաղվում, նու արդեն հունվարից, փետրվարից արդեն կաշխատենք վերջի սիթքոմի երկրորդ եթերաշրջանի վրա երևի, թե քանի որ դիտվեց ոնց հասկանում ենք, պահանջարկ ունեցավ օջախի աղջիկ սիթքոմը, պետք է մյուս տարի արդեն փորձենք սկսենք դա նկարահանել։ Կան դեռ ծրագրեր, կան պլաններ, կան մտածում ենք, փորձում ենք աշխատել, տենանք ոնց կստացվի։ Ձեր եւ Վահեի փոխհարաբերությունները մանկուց են եղել այսպիսի իդեալական եւ մեկը մյուսին մշտապես օգնող եք հանդիսացել, թե պատանեկության տարիներին ամեն դեպքում տարիքային տարբերություն։ Միշտ է եղել տենց, միշտ։ Չհասկացվածություն, բայց Մայրիկը արդեն պատասխանեց։ Իրանք միշտ եղել։ Չէ, միշտ անգամ մի ժամանակ կար, որ երևի թե 4 տարի ապրել ենք Դանեսկում, առաջի դասանից ես այնտեղ եմ գնացել, այնտեղ եմ գնացել։ Իմ գիտակից տարիքից սկսած, որ ես գիտակցել եմ, ես Վահեն միշտ եղել է իմ կողքը, ես իր կողքն եմ եղել։ Երեխա ժամանակվանից տարիքային տարբերությունը 3 տարի է, բայց Վահեն երբեք ցույց չի տվել, որ ինքը իմ մեծ եղբայրն է։ Միշտ հավասարի ամեն ձև վստահելով, ամեն ինչով երեխա ժամանակվանից իրար հետ կապված ենք ու անգամ բոլոր ընկերները մեր ու ով մեզ ճանաչում է, իրանք էլ կարող են փաստել, իրանք էլ շատ լավ գիտեն ու շատ լավ միշտ ասում են, որ սենց աղբերներ չենք տեսել, որ սենց իրար հետ մտերիմ, մոտիկ։ Էդ էլ երբ եկել է արդեն դաստիարակությունից, ծնողներն են տենց հիմքը դրել։ Առաստաղը շատ հետաքրքիր ձևավորմամբ, գաղափարը ումն էր։ Էլի մեր տնով ենք որոշել, ավելի շուտ արեստավորը ասեց սենց բան հավաքեմ, ասեցինք եթե սիրուն է լինելու հավաքի, տենց արդեն շուտվա է ուղղակի, իմ կարծիքով ուժը պետք է արդեն նոր վերանորոգում անել։ Բայց 10 տարի առաջ սա կարելի էր համարել նախանձի առարկա։ Այն ժամանակ տենց ինչ որ ճոխ էր երևի թե համարվում։ Բարեկամներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաեւ Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր մեր մասին։ Խոսենք նաև փոքրիկ դետալներից, որոնք հայտնվել են ձեր բնակարանում։ Կինո նախագծի հաղթողն եք ճանաչվել։ Վահենը հաղթողը։ Ահա, Վահենը։ Վահենը հաղթողն է ճանաչվել։ Դուք կինոման չեք։ Ես կինոներ շատ եմ սիրում, շատ եմ նայում։ Ինչ ժանրի հատկապես։ Տարբեր վերջերս հիմնականում սերիալներ եմ ավելի շատ նայել, բայց հստակ կոնկրետ որ ասեմ տվյալ ժանրի սիրահարն եմ, չէ, ամեն ինչ էլ նայում եմ, թրիլեր եմ շատ սիրում, որ վերջում վերջաբանը տենց փոխվում է, շատ եմ սիրում, բայց հիմնականում հստակ տենց ինչ որ մի ժանր չկա, էլի, ամեն ինչ էլ նայում եմ ու փորձում եմ այնպես անել, որ ժամանակին համահունչ օրինակ տվյալ ժամանակահատվածում որ սերիալն ավելի ակտուալ, որի մասին են շատ խոսում, փորձում եմ նայել, հասկանալ, լիքը բան ինչու ոչ սովորել։ Շատ եմ։ 3 ֆիլմ, որ խորհուրդ կտաք մեզ դիտող մարդկանց, որպեսզի նայեն։ Ասեմ, ամենաառաջինը նա կլասիկա է համարվում, բայց չի ասի, այն շատ լուրջ ֆիլմերից է, ես ուղղակի երեխա ժամանակվանից թե այդ ֆիլմը, թե նրա մեջի սաունդթրեքը իմ համար միշտ առաջնային են, դա Լեոն ֆիլմն է, Ժան Ռենոյի, Նատալի Պորտմանի սաունդթրեքն դե Sting-ի երգն է Shape of My Heart, դա իմ համար երեխա վախվանից սիրում եմ, միշտ մնացել է։ Երկրորդը, որ շատ եմ հավանել, Լեոնարդո Դիկապրիոյի բանն է, Остров проклятых ֆիլմ կա, որ վերջաբանը ինձ շատ է դուր գալի, քանի որ այնտեղ վերջում ես էլ հասկանում
տվյալ ով նայելա կհասկանա, վերջում տվյալ հերոսը ինքը կոպիտ ասած բուժվել է, չի բուժվել, այսինքն շատ հետաքրքիր էր, շատ եմ սիրում։ Երրորդ տեղում կարող եմ միքը շատ կան, շատ եմ սիրում կնքահայրը, ու իդեպ կնքահայրը երևի թե մի 4-5 տարի առաջ եմ նայ, միշտ ասում էին նայ լավն է, չէի տրամադրում, բայց նայեցի արդեն իսկ մի քանի անգամ եմ նայ, շատ կարող եմ նշել, նու թերևս 3 հատ է այդքանը, 3 հատ է այդքանը։ Ես հայրիկից իմաստուն խորհուրդ կխնդրեմ, դուք նույնպես ֆիլմ խորհուրդ տվեք մեզ դիտող մարդկանց, որովհետև վստահ եմ ձեր հարուստ փորձը ավելին է։ Գիտեք, ասենք, ես ընդհանրապես պատրիոտ եմ, դա հայերեն չգիտեմ, ոնց հայրենասեր եմ։ Իմ համար ուրեմն հայկական ֆիլմերը ամբողջ աշխարհի ֆիլմերից բարձր է։ Ես գնահատում։ Իմ համար Ֆրունզիկ Մկրտչյանը այդ մի հատ դերասանական կինոյի աստված է։ Որ Ֆրունզիկից են կամ ոնց որ ֆուտբոլում իմ համար Արկադի Անդրեասյանը։ Արկադի Անդրեասյանը իմ Պելեն է, այտենց ասել։ Ու իսկ ֆիլմերից հիմնական հայկականն է, ես որ շատ եմ սիրում ու մեր հայկական ֆիլմը շատ եմ նայել։ Ու մենակ ասենք գիտեք ոնց է ֆիլմ նայել անեն չէ որ նայես ու անցնի։ Ֆիլմ նայել է զգաս իրար մեջ որը ամենասիրված շատ կինո է։ Մեկը խնդրում եմ խորհուրդ տվեք։ Օրինակ ոչ հայկական ֆիլմերից, բայց իր խոսալը, իր ձայնն ես մենակ լսում, Ռուստամ Զոհրաբը, Ռուստամ Զալետի տրաքացնում է մեր Խորեն Աբրամյանը։ Հասկանալի է։ Այստեղ անես մի հատ բան է, որ իսկ ընդհանուր որ վեկալում ես, մեր միմինոն ամեն ինչ արժի, մեր 0199 տժվժիկը, դրանք սա իմաստներ են, էլի, որ ինչ ասեմ։ Հենց այս ուրախ հայկական ֆիլմերի նոտայով էլ մենք պետք է տեղափոխվենք հաղորդման երկրորդ հատված, ողջունենք Կատվին, շատ ակտիվ, այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր բացահայտումները։ Բարեկամներ, Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաև նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո, իհարկե։ Հնչեցրեք, խնդրեմ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Բրավո, խոսքեր չունեմ, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալ ենք, ապրեք։ Հարգելի Խաչատրյաններ, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալ ենք շատ գույն։ Մենք նույնպես շնորհակալ ենք եւ գտնվում ենք ձեր խոհանոցում։ Հարց Վարդանին, հետո ծնողներին։ Վարդան, դուք հաճախ եք լինում խոհանոցում որպես գործող, ոչ թե որպես սպառող։ Շատ կարելի է ասել։ Թողին քասի հետո ես կասեմ։ Քանզի նշեցի, որ ընկերներ բան շատ են գալի մեր տուն ու կարելի ասել անգամ եթե ինչ-որ միտեղ հավաքվում ենք, այդ խոհանոցը ինքնին տրամադրում են, թողում են ինձ։ Տենց Ստացվում է ձեզ մոտ պատրաստել։ ասում են, հա։ Հատկապես որ ուտեստները։ Տարբեր, դե
տժվժիկից սկսած, խաշլամային, հա, շատ ժամանակ անգամ մեկ-մեկ կարող է ծնողները ասեն Վարդան մեծ համոբանք սարքես։ Տարբեր պաստաներ ինչ որ տենց խաշլամեն հիմնականում երևի, տժվժիկ հետո։ Սպագետինա շատ լավ սարքում։ Հա։ Հուսամ մենք հնարավորություն կունենանք նաև քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում վայելելու ձեր պատրաստածը։ Շատ ուրախ կլինեմ, համեցեք։ Մենք վստահաբար նույնպես հիմա հարց ծնողներին, որպես միայնակ գտնվող մարդ տանը Վարդանը իր կարիքները կարողանում է հոգալ, թե ձեր օգնությունը պարտադիր է։ Չէ։ Վարդանը ես նույնիսկ որ ասում եմ ամուսնացի, ես մտածում եմ ինքը ինքը երևի որ ամուսնանա կինը ոչ մի բան չանի։ Որտեվ շատ ժամանակ կարող է ես ինչ որ բաներ փածը լինեմ, բայց կասի մամ, այս բանն եմ ուզում սարքեմ։ Այս վերջերս մի հատ ունեց սուպեր սարքել սպագետիով, որ մատները թեթը կուտեիր։ Շատ համեղ է պատրաստում։ Ասում եմ կինը բան չանի, զալում նարդի խաղա, ես թե ճաշբան սարքեմ, հա, տանում եմ, հա, լուրջ։ Չգիտեմ, հա։ Վարդան, իդեպ խոսենք այդ թեմայի մասին, վստահ եմ դա ծնողներին էլ է շատ հետաքրքրում, որովհետև չէին խոսի այդ թեմայից։ Ամուսնանալու նպատակներ չկան։ Կան, իհարկե, կան։ Եվ այդքանը։ Եվ այդքան։ Կան, իհարկե կան։ Իհարկե կան։ Ամեն ինչ իր ժամանակին։ Շատ դեպքում որ ասեն ուշացնում ես, ուշացել է կամ բան, չեմ ուզում զուտ ամուսնանալու համար։ Տվյալ մարդը պետք է ընտանիքի համար շատ կարևոր բան է, ընտանիքը ամեն մարդու կյանքի առաջին նպատակն է իմ կարծիքով ու իմ կարծիքով հուսով եմ ժամանակը գա բարինել հետը ամեն ինչն էլ կլինի։ Պարզ է, շնորհակալություն։ Ծնողներին այս պահին շատ չզբաղեցնենք, որովհետև շարունակելու ենք զրույցը հիմնականում Վարդանի հետ եւ քանի որ գտնվում ենք խոհանոցում, նաեւ հարցեր ուղենք ներքին խոհանոցին վերաբերող Վարդան։ Ինչ փուլում է գտնվում այս պահին հումորը Հայաստանում։ Զարգացման փուլում, անկման փուլում։ Ես ավելի շատ կասեի երևի թե անկման փուլում, գիտեք ոնց սենց է միշտ ժամանակի հետ համահունչ զարգանում է ամեն ինչը։ Այս դեպքում հումորը երևի թե սպառվել է ավելի շատ մարդկանց մոտ, քանի որ տեսել ենք, գիտենք բազմաթիվ հաղորդումներ են եղել, բազմաթիվ հիմա էլ նկարահանվում են, բայց այդ գրագետ, այդ ճիշտ ոնց ասեմ, այդ պոշլի բարկը, այդ պոշլի հումորը, մի քիչ գրեհիկ հումորը, տենց շատ է շատացել։ Բայց իմ կարծիքով շատ հումորիստներ կան, շատ մասնագետներ կան, մարդիկ կան, մեծ հույսով եմ, որ միանշանակ այդ ամեն ինչը կուղեն դեպի ավելի դրական, ավելի բարձր մակարդակի հումոր ստանալու համար։ Այսինքն այն սիթքոմները, որոնք որ նկարահանվում են ձեր միջոցով, միտված են նրան, որպեսզի հումորի մակարդակը բարձրացնեն եւ գրեհկությունը դուրս գա այդ ամենի մեջից։ Գիտեք ոնց փորձում ենք ամենայն դեպս նես չի որ հիմա տենց ասեմ մենք նենց ենք անում, մենք մեր հումորը չէ, կարող է նաեւ հումոր լինի, օրինակ սերիալում, որ մարդկանց դուրը չկա։ Փորձում ենք անենք, բայց շատ դեպքերում փորձը ցույց է տալի, որ մարդիկ ուրիշ բան են ուզում նայեն։ Հասարակ օրինակ ամենաառաջի սերիալը, որ նկարահանեցինք, դաստիարակչական բնույթի էր կրում, հայրենադարձության մասին էր, բայց գլոբալ վերցած այդ սերիալը այդքան էլ դիտողականություն չունեցավ, որքան որ երկրորդը, որ այնտեղ երևում էր ինչ-որ կուպալնիկներ, ինչ-որ աղջիկներ կողից կադրով ավելի շատ նայեցին։ Հիմա մարդիկ փորձում են արտադրել են ինչը որ պահանջարկ ունի, բայց իմ կարծիքով պետքա միանշանակ դրան առավելություն չտալ եւ ստանալ ավելի որակը բարձր, թե հումոր, թե սերիալ, թե կինո, բոլորը միասին։ Դուք նաև այդ ֆիլմ արտադրության process-ում կանգնած մարդ եք եւ բնականաբար պետք է ունենաք հովանավորներ, որպեսզի այդ ամենը հնարավորություն ունենաք կյանքի կոչելու։ Գնալ այն ամենի հետևից ինչը որ կունենա ավելի մեծ պահանջարկ, թե մի փոքր դժվարություններով անել մի փոքր ավելի լավ բան։ Միանշանակ մի փոքր դժվարություններով անել ավելի լավ բան, միանշանակ։ Ուղղակի ոնց ասեմ, ժամանակները նենց են, որ եթե դա դառնա քո ապրուստի միջոցը,
դու փորձում ես այդ ամենը համատեղել, բայց միանշանակ երկրորդ տարբերակը ավելի ճիշտ է, դա է բերելու ավելի թե կինոարտադրության մեջ, թե ամեն ինչ, թե սերիալների մեջ, թե կինոների, թե անգամ նաև տեսահոլովակների, ինչու ոչ, որ ավելի բարձր մակարդակի լինի ու յուրաքանչյուր տարիքային խումբ հանգիստ կարողանա նստել հեռուստացույցի առաջ կամ համացանցի առաջ ինչ-որ մի բան դիտել։ Իմ շատ սուբյեկտիվ կարծիքով ոչ թե պետք է տալ այն ամենը, ինչ առաջարկում են, այլ պետք է տալ այն ամենը, ինչը որ բարձր մակարդակ ունի եւ կսպառի այն ամենը իրեն, ինչը որ կունենա ավելի բարձր մակարդակ։ Լիովին համաձայն եմ։ Շատ սուբյեկտիվ կարծիքն է։ Լիովին համաձայն եմ։ Եվ հիմա հասկանանք, թե ինչ տեսարան է բացվում ձեր պատուհանից, արդեն մի փոքր շուտ ենք նկարահանում հաղորդումը, բայց այն եթերը գնալու մի փոքր ավելի ուշ նոր տարուց հետո կան նոր տարվա հետ կապ ունեցող առևտրականներ այստեղ։ Մշտապես է լինում սա, թե այս շրջանում են ակտիվանում։ Չէ, միայն այս շրջանում նոր տարվա դեմ կարելի ասել ժողովուրդը կեսի իրենց այգիներից փորձում են սենց առևտուր անել ու դեռ կշատանան։ Իդեպ նոր տարին բեմադրենք այս պահը։ Նոր տարին անցկացրիք Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս։ Ինչպես անցավ։ Պատմեք, իբր թե արդեն վերադարձել։ Շատ լավ, միայն այն փաստը, քանի որ դե գիտեք, մենք տունը 3 տղամարդ, միայն մայրս է ու ամեն ինչը ինքն անում, միայն այն փաստը, որ այդ տանջանքներից հեռու է մնում, արդեն իսկ լավ է այդ ամեն ինչը։ Գնանք ընկերների սենյակ։ Գնանք։ Իդեպ ուզում եմ հասկանալ ինչու է կատվի համար նախատեսված ամեն ինչը տեղադրված ընկերների սենյակում եւ արդյոք դա ընկերներին չի անհանգստացնում։ Դե որ ընկերներն էլ տենց ժամանակ չկորցեն, հեռու չգնան իրար։ Ահա։ Սա եղել է պատշգամբ։ Եղել է պատշգամբ, հետագայում փակել ենք, դարձել է սենյակ։ Այո։ Ну, որ հավաքույթեր լինում են, ինչ-որ մի ընկեր մի քիչ շատ ախմում կամ ալարում տուն գնա։ Ահա։ Ընկերների հյուրասենյակն է, այո, ընկերների հյուրասենյակն է։ Շատ ճամփրուկներ եմ տեսնում այս կողմում եւ կարելի է ենթադրել, որ դուք շատ ճամփորդում եք։ Այո, դա սա մի մասն էլ դրսում է, այո, ճամփորդելը շատ սիրում ենք, հետո նաեւ գործի բերումով էլ շատ ենք ճամփորդում։ Այն բոլոր տարատեսակ ատրիբուտները, որոնք դրված են, ում են պատկանում, ձեռքի գնդակ, արձանիկ։ Ձեռքի գնդակը հենց Միացյալ Նահանգներից մեր ընկերն էր բերել, հենց օրիգինալ ինքը այդ ռեգբի բան խաղալու համար է, հենց օրիգինալ ինքն է, ու տենց նվերներ են։ Սա եւս ինչքան հիշում եմ Վահեն էր ստացել ծնունդի նվերներ, թե սենց բեմադրել են տորթով բանով։ Այո։ Վահեի սա պատվոգրերն են, Կավայենից ստացված, այնտեղ ունիվերսիադա կազմակերպելու համար, սենց նվերներ են, սուվենիրներ կարելի ասել։ Ու այո, դուք չզբաղվեցիք, չէ՞։ Չէ, ես չեմ եղել, չէ, ես այնտեղ Վահենա, այն ուսանող վախտվանից, դպրոցական վախտվանից կարելի ասել, ու այո, Վահենա զբաղվում, որտեղ մինչև այսօր էլ կարելի ասել շարունակում է։ Այսքան ճամփորդությունների արդյունքում որ երկիրը ձեզ հատկապես տպավորեց։ Որ երկիրը ճիշտն ասած շատ հավանել եմ Միացյալ Նահանգները, նայել ինչի համար, որտեղ ունեմ բազում շատ ընկերներ, ունեմ բարեկամներ ու որ այնտեղ ոնց ասեմ, տարբերությունը շատ քիչ է երևացել Հայաստանի հետ կապված։ Միանշանակ կարող եմ ասել, որտեղ էլ որ լինես, ինչքան էլ ասենք Հայաստանում դժվար է, մյուսն է, Հայաստանը մերն է, Երևանը մերն է ու ամենալավ երկիրը, ամենաապահով որ քեզ գում ես, դա քո հայրենիքն է։ Միացյալ Նահանգները, քանի որ տարբերությունը շատ քիչ եմ զգացել, շատ հարազատ մարդիկ կան, դրա համար երևի ավելի շատ Միացյալ Նահանգներն եմ հավանել։ Միայն Լոս Անջելեսում եղաք Միացյալ Նահանգներում։ Հա, Լոսում եմ եղել։ Հայաստանի մյուս մարզում։ Հա, էլի։ Արևմտյան մարզում։ Հա, այնտեղի Հյուսեին Պողոտյան։ Վարդան մի շատ հետաքրքիր իր եմ տեսնում, գետնահունց, եթե կարելի է այդպես ասենք, պալատյո, սա օգտագործում է մինչև հիմա, թե ոչ։ Այո, իհարկե։ Ну, էսի գետնաքեր ավելի ճիշտ։ Absolut բանա, փոշեկուլ է ինքը։ Գիտեմ, բայց եթե թարգմանենք պալատյորը։ Պալատյորի է, էլի ավելի շատ տենց նման, հա, իհարկե։ Հա, օգտագործվում է, դե
Մամայի երևի անբաժանելի բաներից է, գործիքներից է տան էլի։ Հին փոշեկուլ, այսպես կարելի է Հա, կարելի ասել, այո։ Իդեպ դուք պահպանողական մարդ եք, այսինքն փոփոխություններ ձեզ այդքան էլ հեշտ չեն տրվում, թե շատ հեշտ ներգրավում եք փոփոխությունների մեջ։ Փոփոխություններ, եթե ասեմ, շատ չեմ սիրում, բայց ներգրավելը շատ հեշտ եմ ներգրավում։ Բայց շատ փոփոխություններ չեմ սիրում անել, ու եթե հարկ է լինում, ստացվում է այդ ներգրավվածությունը հեշտ է ստացվում իմ մոտ։ Իդեպ ձեր ասածի մեջ մի փոքր հակասություն կա, որովհետև ֆուտբոլ այնուհետև Պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ այժմ հաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր, դրանք ռադիկալ փոփոխություններ են, բայց ինչպես հասկանում եմ, հեշտ եք հարմարվում այդ ամենին։ Ստիպված, թե գիտակցաբար ինքնակամ։ Չէ, ստիպված չէ, ասի, նույն ինքնակամ, հիմնականում ինքնակամ տեսակով են ես ամենաիմ կողմերից մեկը, որ չեմ սիրում, պարտադրանքը չեմ կարող տանել։ Օրինակ, եթե անգամ հասարակ օրինակ բերեմ, ես գիտեմ, օրինակ չգիտեմ, տվյալ պայուսակը ստեղից պետք է վերցնեմ դնեմ այս կողմ, ես դա կանեմ, բայց որ ինձ ասեն, էսի վեկալ դիր ստեղ, այդ դեպքում խնդիր է առաջանում։ Հասկացա։ Վահեի հետ աշխատանքում հեշտ եք միմյանց հետ գալիս վերջնական արդյունքի, թե ընթացքում կան անհամաձայնություններ, տարաձայնություններ։ Ճիշտն ասած, այսքան ժամանակ տարաձայնություններ չի եղել, ինչի համար, քանի որ իր փորձը տվյալ բնագավառում ավելի շատ է, ինքը ավելի շատ է այս ամեն ինչի մեջ, ինքն է հիմնական այդ կոնտենտ ստեղծող Եվանը, որ ինքը մի բան ասում է, ես համաձայնվում եմ։ Կարող է ես իմ կողմից ասեմ, իսկ եթե այս մի տարբերակով, եթե գտնի ճիշտը հարմար է, կընդունի, եթե ոչ, տարաձայնություն չի լինում։ Հիմնականում իր կարծիքն է հաշվի առնվում, տենց։ Մենք շարունակում ենք բացահայտել ձեր բնակարանը, ընթացքում եւ տեղափոխվենք եւ զրուցենք։ Արտոնություններ ունեք Վահեի հետ աշխատանքում, ամեն դեպքում գործի գլուխ կանգնած է նա, բայց դուք իր հարազատ եղբայրն եք։ Չկան դեպքեր, երբ ինչ-որ միտեղ թերացել եք օրինակ, բայց ձեզ այդքան էլ չի նախատում։ Ճիշտն ասած, առհասարակ տարբերություն չեմ դնում, որ գիտեք ոնց հարազատ եղբորս օրինակ նախագիծն է, ավելի շատ ոգևորում է այդ ամեն ինչը, որ ավելի քրտնաջան անեմ, աշխատեմ, շատ հնարավոր է, որ թերացումներ եղել է, բայց նախատել չէ, կարող է օրինակ մի բան թերի լինի, ասի Վարդան ջան, էսի սենց պետք է արվի, բայց նախատել այդքան է երևի թե։ Համենայն դեպս փորձում եմ անել այնպես, որ ավելի ամեն ինչը պատշաճ լինի։ Մեզ դիտող բոլոր այն մարդիկ, ովքեր չգիտեն, ներկայացնեմ, որ գծային պրոդյուսերի աշխատանքը դա ամենատանջալի աշխատանքներից մեկն է եւ կազմակերպչական մեծ ջիղ պետք է ունենալ դրա համար։ Մայրիկը հաստատում է, որ այդպես է։ Տանջանքները ակնառու են եղել ձեզ համար, կարծես թե։ Կխնդրեմ Վարդանի կողքին գտնվեք։ Ես ընդհանրապես զգում եմ, որ երկու տղաս էլ տանջալից են։ Ոչ թե իմ տղաներն են դրա համար, երկուսն էլ մանավանդ այս վերջի օջախի աղջկա ժամանակ, որ Վարդանը շատ մեծ դեր խաղաց իր եղբոր համար, իսկ ով որ չի իմանում, չի պատկերացնի, բայց ով որ զգում է, տանջալից աշխատանքներ են դրանք։ Վարդան, կա հնարավորություն, որ հաջողելով մի քանի պրոյեկտներ ձեզ լրիվ այլ մարդ Վահեից բացի առաջարկի զբաղվել այդ աշխատանքով եւ դուք համաձայն եք։ Ներկայացության ոչ ու եթե անգամ տենց ինչ որ առաջարկ լինի, միանշանակ ես ինքս ինձնով որոշում չեմ կայացնի։ Եթե տվյալ պարագայում Վահենասի հա լավ տարբերակ կա գնահատական բան, այդ դեպքում այո, բայց ես ինքս ինձնով միանշանակ ոչ, անգամ եթե լինի բարձր վարձատրություն կամ ավելի լավ պայմաններ, ոնց կասի Վահեն։ Բայց ինչով է դա պայմանավորված, որ չեք ուզում համաձայնել։ Դե նախ նրա համար զուտ իմ պայմանները բարելավելու համար եղբորս մենակ չթողեմ, քանի որ ինքն է ինձ այս ամեն ինչի մեջ ներգրավել, ես իրանով եմ այս ամեն ինչի մեջ ու զուտ էտա, որ ավելի ճիշտ էլ կգտնի, դաժե անգամ կարող է լինի, ասի գիտես ինչ կա, լավ պայմանագնա, բայց ես իմանամ թերանալու եմ կներեք, ոչ թե թերանալու եմ, այլ ես գնացի, իմ պայմանները լավ է լինելու, բայց իր համար դժվարություններ է լինելու, միանշանակ այդ դեպքում էլ չեմ գնա։ Հիանալի պատասխաններ եք տալիս եւ եղբորը նվիրված պատասխաններ եք տալիս, այստեղից հարց է առաջանում մայրիկին։
Ինչպես դաստիարակել երեխաներին, որ เป զի միմյանց նվիրված լինեն եւ յուրաքանչյուրը միայն իր մասին չմտածի, այլ ընդհանուր մտածողություն ունենան։ Գիտեք ինչ, ես մի կարծիք ունեմ, որ ամեն ինչ գալիս է երեխայի ներսից։ Դաստիարակությունը ճիշտ է, մեծ նշանակություն ունի, բայց ամեն ինչ գալիս է երեխայի ներսից։ Իրանք երկուսն էլ, չգիտեմ, ես միշտ գտել եմ, որ ես իրանք շատ նվիրված եղբայրներ են եղել։ Իրար շատ հասկացող, իրար շատ գնահատող։ Ես գտնում եմ, որ չգիտեմ, ես երևի ոչ մի բան չեմ արի այդ դեպքում։ Ես տենց եմ գտնում, չգիտեմ։ Վահեն միշտ ձեզ համար առաջին օգնությունն է եղել Վարդան, թե մանկուց, թե երիտասարդ պատանեկան տարիներից։ Այո, անպայման յուրաքանչյուր իրավիճակում յուրաքանչյուր առաջի մարդը ինքնայլու մեծ խորհրդակցել կամ եթե օգնության կարիք է եղել, առաջին մարդը Վահենն է եղել։ Ընկերներ բազում կան, միշտ ասել եմ, շատ ընկերներ կան, ու այնպիսի ընկերներ, որոնք տան անդամ են, ասենց որ մենք էլ տունը չլինենք, իրանք միշտ կգան ծնողների հետ, կտենան ինչա պետք ոնց, բայց միշտ ասել եմ, որ ընկերը, բայց հարազատ եղբայրը մնում է հարազատ եղբայր, տարբերությունը միշտ կա։ Ու տենց է դասավորել։ Լավ, եթե ունենայիք մեկ գերբնական կարողություն, որը կուզեիք որ դա լիներ։ Որը կուզեի լավ հարցեր, բայց ես կարամ պատասխանել։ Ես կուզենայի, որ Վահես չկոտրվեր։ Մենակ դա կուզենայի։ Այդքան էլ գերբնական կարողություն չէ, դա ավելի շատ մեծ կամքի ուժ է եւ ցանկություն։ Չէ, Վահեիս դեպքում հավատացեք դա գերբնական կարող է։ Վահեիս դեպքում էտի մի գերբնական բան է, որ ես կուզենայի Վահեիս չկոտրվեր, կյանքում չկոտրվեր, իրա դեպքում էտի գերբնականը։ Ես էտի կուզեի։ Լավ, Վահեի համար ունեցանք մի այդպիսի բան, Վարդան, դուք այս ընթացքում կարող եք մտածել, կողմնորոշվել։ Գիտեք ինչն է, տենց որ մտածել եմ միշտ, երևի անտեսանելիություն։ Իմ ամենասիրելի պատասխանն է, որովհետև հաջորդ հարցն է ծնվում. ուր կգնայիք, եթե լինեիք անտեսանելի։ Օ, ինձ շատ տեղեր կան։ 3 տեղ կնշեք, որ կգնայիք եւ ինչու հատկապես այդ տեղերը։ Ահա, տենց։ Այո։ Կլի բաններ չեն, առաջի պատասխանը անտեսանելի մտնենք կենտրոնական բանկ որ Այ բայց դու այդքան օրինազանց բաների համար չեմ կարծում որ դուք այդ մտնեիք որ կանեիք դա։ Ճիշտ ասած հստակ տեղեր չնշեմ, ու ավելի շուտ այնպիսի տեղեր, որտեղ որ իրավունք չենք հնարավորություն չենք ունենա մտնելու։ Երևի թե տենց ինչ որ տեղեր։ Հստակ հիմա տենց տեղ 3 դժվար կարողանամ նշել։ Կա որևէ մի բան, որի համար փոշմանում եք եւ ցանկանում եք ուղղել այդ։ Մի որևէ արարք, մի որևէ դեպք։ Միշտ sense խոսքա, չի ասում, արածի համար չեն փոշմանում, բայց դե տվյալ պարագայում այդքան էլ տենց չի, իմ կարծիքով յուրաքանչյուր մարդու կյանքում միանշանակ կան տենց արարքներ, կան դեպքեր, որ կուզենար մի այլ ձև լիներ այդ ամեն ինչը, ու իմ պարագայում երևի թե հենց մեկը պապայիս նշած ֆուտբոլով զբաղվելը չթողելը, իմ կարծիքով շատ ճիշտ կլիներ։ Ու տենց բաներ շատ կա, թեկուզ հասարակ բան կարա եղած լինի դեպք, ինչ որ ծնողին նեղացրած կամ աղբորդ կամ ընկերոջ չնեղացրած, դա պայի ազդեցության տակ, դա էլ փոքր բան չի, թեկուզ դրա համար էլ կարելի է փոշմանել ու տենց բաներ իմ շատ ա եղել։ Վարդան, կա մի նոր ոլորտ, որտեղ ցանկանում եք ձեզ փորձել այս ընթացքում կամ մոտ ապագայում։ Տվյալ պարագայում մտքովս չանցե ճիշտ ասած, տենց ինչ որ ոլորտ չէ երևի թե։ Լավ, երևի թե վերջին հարցը։ Ինչ է պակասում Հայաստանին շատ լավը դառնալու համար։ Թե շոշափելի, թե ոչ շոշափելի։ Շատ լավը դառնալու համար Հայաստանին պակասում է մի բան։ Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ, ով ապրում է Հայաստանի Հանրապետությունում իր հայրենիքում, առաջնահերթ, առաջին հերթին բոլորը ամեն մեկս պետք է աշխատենք մենք մեզ վրա։ Մենք մեզ փոխենք, եթե մենք ուզում ենք ունենանք լավ երկիր, մենք շատ վաղ պատճառներ ենք բռնում, ինչ որ բաներ ենք ասում, չգիտեմ, հելնում ենք դեպի վերին խավ, հիմա չեմ ուզում ինչ որ քաղաքականությունից խոսել, քանի որ կամ գնում ենք անցյալ ներկա,
յուրաքանչյուր մարդ պետք է ինքը իր վրա աշխատի ու միանշանակ համաձայնեմ, եթե իր վրա աշխատեց դեպի ճիշտը գնաց փոխվեց դեպի ճիշտը ու կամաց սահուն կերպով ամեն ինչը կփոխվի ու մենք կապրենք մեր ուզած, մեր երազած երկրում։ Նույն հարցը տամ նաև մայրիկին։ Ինչ է պետք անել։ Ինձ էլ է թվում, որ ամեն մարդ պետք է ինքը իր վրա աշխատի ու պետք է սրան նրան չմեղադրեն հարցերում։ Վայ էսի սենց է, վայ ենին նենց է, ինչի սենց է։ Իրանք պետք է գտնեն, որ այս եթե տենց է, ուրեմն տենց է, իրանք թող ճիշտ լինեն։ Իրանք իրանք արարքներում ճիշտ լինեն։ Եվ խնդիրների պատճառները գտնել սեփական անձի ներսում։ Այո, այսպես ճիշտ է, շատ։ Վարդան ակտիվ կերպով մեզ ուղեկցում էր նաև ձեր հայրիկը։ Ուր է նա։ Հայրիկը, քանի որ մեր հյուրերն եք ու քանի ժամը նկարանում ենք անում, վերջացնենք, որ վերջում նստենք օջախը մի կտոր հաց ուտենք, էլի բոլորը միասին։ Շատ հաճելի։ Շնորհակալություն։ Ուրեմն արագ կերպով վերջացնենք նկարահանումը եւ անցնենք գործի։ Հանդիպենք արդեն դռան մոտ։ Շատ լավ, շատ լավ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Բարեկամներ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ բացահայտումների համար։ Իհարկե մենք ամբողջովին չկարողացանք բացահայտել ձեր բնակարանը, ծնողների սենյակը մնաց գաղտնի, բայց դա ձեր ընտրությունն էր եւ որևէ խնդիր չկա։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, ինչպես նշեցի, մենք մի փոքր շուտ ենք նկարահանում հաղորդումը, այնպես որ շնորհավորում եմ ձեզ գալիք ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ եւ մաղթում հրաշալի ու բեղուն տարի։ Շնորհակալություն շատ։ Շնորհավոր գալիք տարի, առողջության լավ տարի լինի։ Ձեզ էլ շատ շնորհակալություն մեր տուն հյուրընկալելու համար։ Ձեզ շնորհակալություն մեզ հրաշալի կերպով հյուրընկալելու համար, իսկ հիմա մենք արդեն պիտի սնվենք, դա կադրից այն կողմ կմնա, իսկ տոնածառը արդեն հուշում է մեզ, որ կա ամանորյա տրամադրություն։ Այո, իհարկե։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն, տեսություն ձեզ։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.